Նայ, բարակ կլեպա։ Սա ապերսինի եւ մանդարինի խառնույթն է։ Սա ջուր ձեզ ցույց կտամ։ Նայեք։ Հյութեղ Անուշը համում մեղմ թթվությամբ այս կիտրոնը վաղուց նվաճել է համաշխարհային շուկան։ Չինաստանից սկիզբ առած եւ ամբողջ աշխարհով մեկ տարածված Մեյեր սորտի կիտրոնի ծառերն առատ պտուղ են տալիս նաեւ այստեղ Արարատի մարզի Ղուկասավանում։ Պոմիդոր բոլորն ունեն։ Վարունգ, թալամ, իրեմ ամեն ինչ, բայց այն բան ոչ մեկը չունի։ Մենք խիպ չկարողանանք անել որ։ Մեր ուղեղն է պակաս, հայ ուղեղն է պակաս, խելքն է պակաս, խիպ չանենք որ։ Կլիման ապահովում ենք։ Անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար ռազմիկը հասել է Բաթումի, Աբխազիայի եւ Թուրքիայի մի շարք քաղաքներ հասկանալու ջերմության ու խոնավության սիրահարի մշակության առանձնահատկությունները։ Տնտեսություններ այցելելով, հարց ու փորձ անելով 4 տարի առաջ որոշեց բանջարեղենի ու ծաղկի 30 տարվա ջերմատունը վերափոխել ցիտրուսների խմբի ամենապահանջված այս տեսակով։ Այստեղ ահագի մեծ դժվարություններ կա, որ պետք է հասկանաս, ոնց մշակես։ Ուրիշ բան որ եթե մի 100 մարդ մշակող կա, կարաս հարցնես, բայց ես ոչ մեկին չեմ կարող հարցնել։ Միակն եք հանրապետություն։ Հանրապետության միակ տնտեսությունն է, որ այս տարածքի ցիտրուսային կուլտուրա կա դրած։ Վայրի եւ տնային լիմոնի պատվաստումից ստացված մեյերը ցածրաճ ծառ է։ Երկրորդ տարում տալիս է 20 կիլոգրամ բերք եւ պտղաբերում մինչեւ 50 տարի։ Ի տարբերություն ներկրվող հաստ կեղևով տեսակների այս կիտրոնի ամբողջ զանգվածն օգտագործվում է։ Մշտադալար տերևներով ու բուրավե ծաղիկներով մեյերը համարվում է նաեւ դեկորատիվ բույս բնակարանների եւ բակերի կանաչապատման համար։ Անցած տարի ես ամեն մի ծառից ստացել եմ 15 կիլոգրամ ապրանք։ Հիմա այս տարի ակնկալում եմ 20 կիլոգրամ։ Մյուս տարի 35 կիլոգրամ, ու դե շարունակ։ Հատով քանի հատ ալին։ 20-ը բազմապատի 7-ով, ինչ անեմ։ 140 հատ։ Հիմա ասենք անցած տարի տվել ամեն մի ծառը միջինն է 150 հատ լիմոն, բայց սրա հնարավորությունները մինչև 500 հատ։ Ծառի միջուղին պտուղն է, մյուսին ծաղիկը, այսինքն մեյերը ռեմատանտ սորտ է։ Բերք է տալիս տարվա բոլոր ամիսներին, եթե ձմռանը ջերմաստիճանը պահվի մոտ 15 աստիճան։ Բայց քանի որ դա մեծ ծախս է պահանջում, իսկ բույսն էլ տարվա ընթացքում հանգստի կարիք ունի, ձմռանը ջերմատան ջերմաստիճանն իջեցնում է մինչև 5 աստիճան։ Այս բերքը օրինակ ծաղկել է փետրվարի կեսերին, մարտին։ Մարտին ծաղկում է նոյեմբերի մեկից էլ արդեն սկսում է հավաք։ Իսկ եթե ասենք ուզում ես որ դու կռուգլի տարի բերք ունենաս, պետք է մի շտակ պայես։ Հիմա օրինակի համար այս փոքրը, այս փոքրը։ Իսկ եթե մի շտակ պայես, սա կտա մարտ ամսին։ Որ ջերմատան տարածքը հնարավորինս արդյունավետ օգտագործվի, կիտրոնների արանքում կումկը վատ է դրել։ Ոսկե նարինջ անունով հայտնի այս մոտ 20 գրամ կշռող ցիտրուս ազգին մինչ այս Հայաստանում չի մշակվել։ Այն մեծ պահանջարկ ունի ռեստորաններում եւ սրճարաններում, շատ օգտակար է դիաբետ ու բարձր ճնշում ունեցողների համար։ Առաջի տարի որ ես արտահանեցի, այստեղ 10-15000 դրամ էր։ Կիլոգրամը։ Հա, ես իջացել եմ արդեն 5000, 4000 եմ սարքել։ Որտեւ ես արդեն 5 տոնն արտադրել եմ։ Գալով տարի արդեն 10 է լինելու։ Ռազմիկն ասում է, այս ամենը ստեղծել է զրոյից, քիչ գումարով, մեծ վարկով։ Այդ տարիներին երկրից հեռանալու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, բայց հիշելով հայրենադարձ ծնողների խորհուրդը որոշել է մնալ ու կառուցել այս բացառիկ տնտեսությունը։ Ես ունեմ 3 զավակ։ Փառք Աստծո, ուսումը հնարավորությունները լրիվ կա, որ ստեղից գնան այլ երկրում ապրեն։ Բայց կատեգորիկ իմ պայմանը դա է, որ դուք ստեղ ապրեք։ Ստեղ էլ կարող եք ստեղծել, ստեղ էլ կարող եք բազմանալ։ Ստեղ կարող եք բարգավաճել։ Բերքը վաճառում է կիլոգրամով տեղական շուկայում, մի մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։